Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին և կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Սերգեյ Լավրովը Հայաստան աշխատանքային այցը սկսել է հաղթանակի զբոսայգուց։ Ռուսաստանի արտգործնախարարը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցելով հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին։ Հաղթանակի զբոսայգուց ուղիղ արտգործնախարարություն, որտեղ Լավրովը մոտ 1,5 ժամ զրուցել է հայ գործընկերոջ հետ, իսկ արտգործնախարարության շենքի դիմաց պիկետը ցրել են իրավապահները։ Ռուսաստանի արտգործնախարարը մի շարք կարևոր շեշտադրումներ է արել։ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Երկու երկրի դիվանագետները քննարկել են Հայաստան-Ռուսաստանի չմատակարարած զենքի հարցը, նշել են, որ խնդիրը կարգավորված է, վճարումներն այլ նպատակով կօգտագործվեն։ Сейчас есть ситуации, когда мы вынуждены, как и неоднократно в истории, воевать против всей Европы. Այն իրավիճակում, երբ Ռուսաստանը պայքարում է ամբողջ Եվրոպայի դեմ, կարծում ենք մեր հայ գործընկերներն էլ հասկանում են, որ նա չի կարող ժամանակին կատարել իր բոլոր պարտավորությունները, բայց սրանով հանդերձ մի շարք համակարգեր փոխանցվում են հայկական կողմին։ Իսկ այլ երկրներից զենք գնելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Если они хотят иметь французскую базу для Եթե լրացուցիչ մատակարարումների համար ցանկանում են ունենալ ֆրանսիական բազա, խնդրեմ, որևէ այլ երկրի, խնդրեմ։ Մենք որևէ բան չենք պարտադրելու։ В политическом смысле, конечно, Франция, она выступает как враждебная страна. Քաղաքական իմաստով իհարկե Ֆրանսիան մեզ համար հանդես է գալիս որպես թշնամական պետություն։ Ուստի մեր դաշնակիցներն իրենք պետք է որոշեն, թե որտեղից է ավելի լավ զենք գնել։ Հարցին ինչու Ռուսաստանը համապատասխան արձագանք չի ցուցաբերել ջերմուկի դեպքերին, Լավրովն ասել է. «Չգիտեմ որն է համապատասխան արձագանքը ձեր ընկալմամբ, բայց հապկից նման արձագանք եղել է կոնկրետ առաջարկներով, մասնավորապես տեղում իրավիճակի կայունացման ուղղված դիտորդական առաքելություն ուղարկել է», նշել է Լավրովը, հավելելով, որ առաջարկները Երևանը մերժել է ու փոխարինել ԵՄ դիտորդական առաքելությամբ, իսկ Հայաստանի ուկրաինացման պատճառ Սերգեյ Լավրովը չի տեսնում։ Я не вижу каких-то причин для украинизации Армении. Армения наш союзник, наш друг. Որևէ պատճառ չեմ տեսնում Հայաստանի ուկրաինացման համար։ Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ընկերը։ Հայաստանը օրենքից դուրս չի հայտարարում ռուսերենն ու ռուսական մշակույթը։ Օրինական իրավունքներից չի զրկում էթնիկ ռուսներին եւ նրանց, ովքեր պարզապես ցանկանում են ռուսերեն խոսել։ Միրզոյանի ու Լավրովի քննարկման առանցքում եղել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքման թեման, ընդգծվել է դրա կարևորությունը։ Հույս ենք հայտնել իհարկե, որ այս նպատակը, այդ համաձայնագրի կնքման, ստորագրման, վայրացման նպատակը կարող է ոչ շատ հեռու ապագայում կյանքի կոչվել։ Ես ցանկանում եմ կրկին ընդգծել, որ չնայած այս ճանապարհին առկա բոլոր դժվարություններին եւ մարտահրավերներին, Հայաստանը հաստատակամ է եւ շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղություն հասնելու համար եւ մեր համոզմամբ սա համապատասխանում է մեր անմիջական հարևանությամբ գտնվող բոլոր երկրների շահերին եւ հետաքրքրություններին։ Երևանում ստորագրվեց արտաքին գործերի նախարարությունների փոխգործակցության երկամյա ծրագիրը։ Ռուս դիվանագետն ասել է, որ այս տարի նշվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի պայմանագրի կնքման 30-ամյակը, նաև հայ-ռուսական հումանիտար փոխգործակցության կենտրոնի ստեղծման 10-ամյակը։ Լավրովն ընդգծել է, որ հայ գործընկերների հետ հայ-թուրքական, հայ-իրանական սահմաններին շարունակում են ծառայություն իրականացնել նաև ռուս սահմանապահները։ Սա էլ օրվա լուսանկարն է։
Այս ընթացքում Ալիևը ոչ միայն պահանջ է փոխել Հայաստանի սահմանադրությունն ու լուծարել Մինսկի խումբը, այլև բացահայտ անվտանգության երաշխիքներ է պահանջում այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների համար։ Թուրքիայում կազմակերպված արևմտյան Ադրբեջան թեմայով համաժողովին հղած ուղերձում Ալիևն ասել է, որ այդ հարցը չի վերանա Ադրբեջանի օրակարգից, քանի դեռ տեղի չի ունեցել արևմտյան ադրբեջանցիների վերադարձը։ Այդ ցանկությունն ըստ բռնապետի չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Ալիևն ասել է, որ իրենց հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին պետք է տրամադրվեն նաև անվտանգության երաշխիքներ։ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ այցելել է Կուրսկ մարզի ազատագրումից հետո Ռուսաստանի նախագահի աչքից չեն վրիպել վանդալիզմի զոհ դարձած մարզի հուշարձանները։ Պուտինն ասել է, որ ուկրաինացի զինվորականները նույնիսկ հիմարների մրցույթում կգրավեն երկրորդ տեղը, որովհետև շատ հիմար են։ ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել, նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, առևանգման, հրազենի ապօրինի պահման, բանկային և դրամական խարդախության և Ամազոն առցանց մանրածախ առևտրի հարթակից 83 միլիոն դոլարի ապրանք գողանալու համար։ Գործողության ընթացքում առգրավել է մոտ 100,000 դոլար կանխիկ գումար, 3 զրահապատ մեքենա և 14 հրազեն։ Օկուպացված Արցախում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները, հատկանշական է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ադրբեջանական բանակի համատեղ զորավարժություններին զուգահեռ Իրանի պաշտպանության նախարարը Հայաստանում է, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իսրայել։ Ռուսաստանը ցանկանում է նոր պահանջներ մտցնել միգրանտների համար, շուտով առաջարկ կներկայացվի միգրանտների ռուսաց լեզվի իմացության թեստավորման բանավոր փուլ ներդնելու համար։ Նախկինում վերահսկիչ մեթոդները փոխվում էին 3 տարին մեկ անգամ, այժմ առաջադրանքները կարող են թարմացվել ամեն տարի։ Միգրանտների երեխաները թեստը տապալելու դեպքում իրավունք ունեն նորից փորձել։ Ներքին գործերի նախարարությունը դպրոցի ընդունելության քննությունը ձախողելու դեպքում կարող է միջոցներ ձեռնարկել միգրանտ երեխաների ծնողների նկատմամբ։ Մադրիդում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդականը, դեպքը տեղի է ունեցել Պոզուելո թաղամասում, անհայտ անձը կամ անձինք Անդրեյ Պորտնովի ուղղությամբ կրակել են ամերիկյան դպրոցի մոտ, որտեղ նա բերել էր երեխաներին։ Փամփուշտներից մեկը դիպել է Պորտնովի պարանոցին, նա ընկել է, որից հետո կրակել են գլխին։ Պորտնովը 52 տարեկան էր։ Պակիստանում ահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը, զոհվել են երեխաներ, հարձակումը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում Բելուջիստան նահանգում, երբ ավտոբուսը երեխաներին տեղափոխում էր դպրոց, 4 երեխա է զոհվել, 38-ը վիրավորվել են։ Ոչ մի խմբավորում պատասխանատվությունը չի ստանձնել, չնայած կասկածներ կան էթնիկ բելուջ անջատողականների վրա, որոնք հաճախակի հարձակումներ են գործում անվտանգության ուժերի և խաղաղ բնակիչների վրա։ Իրանում մահապատժի են ենթարկել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդուն։ Դեպքը տեղի է ունեցել 2023-ին, հարձակումը կանխելի սպանվել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը, վիրավորվել դիվանագիտական առաքելության 2 աշխատակից։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Սեպտեմբերին սպասվում է քաղաքպայմանագրի հերթական համագումարը, որի ժամանակ նաև նոր վարչություն են ընտրելու։ Նախորդ վարչության ընտրության դարափորձը հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանը մտադիր է ընդլայնել ընտրիչների թիվը, դրանով ավելի կառավարելի դարձնելով ընտրությունների արդյունքները։ Եթե անցած ընտրություններին վարչությունը ձևավորվեց 1000 ընտրիչի կողմից, այս անգամ հնարավոր է կիսով չափ թիվն ավելանա, իսկ որքան մեծ լինի ընտրիչների թիվը, այնքան ընտրությունները կեղծելու հավանականությունը կփոքրանա եւ այնքան ազդեցիկ կդառնա առաջնորդի կարծիքը։ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ վարչությունը լինի իր կողմից կառավարելի եւ որևէ մեկն ավելի մեծ ազդեցություն չունենա, քան ինքը։ Ըստ կուսակցության ներքին կանոնադրության հերթական ընտրությունների դեպքում համագումարն է ընտրելու նաև խորհրդարան ներկայացվելիք նախընտրական ցուցակի առաջին 30-ին, այսինքն ԿՊ ցուցակի առաջին 30 համարների անունները հայտնի կդառնան սեպտեմբերին։ Նույն աղբյուրը գրում է իշխող թիվը լարված նյարդային ժամանակներ է ապրում, պատմում են, որ բոլորը հայտնվել են Նիկոլ Փաշինյանի խոշորացույցի տակ։ ԿՊ կուլիսներում խոսում են, որ իրավապահները վերևից հանձնարարական են ստացել առանց բացառության ուսումնասիրել բոլոր պատգամավորների ֆինանսական եւ այլ շարժերը։ Նիկոլ Փաշինյանը բոլորի դեմ կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում, որ ըստ նպատակահարմարության ոմանց զոհաբերի հանուն իր վարկանիշի, ոմանց խաղից հանի, ոմանց դեպքում էլ հնազանդեցնի եւ որպես գործիք բանեցնի։ Հետեւաբար թիմում եւս դա նոշչիկությունը ծաղկունք է ապրում։ Մեզ ասացին, որ կան մարդիկ, որոնք տարբեր խողովակներով ինֆորմացիաներ են հավաքում մյուսների մասին եւ հասցնում շեֆին, որպեսզի հանկարծ կուսակիցներն իրենցից մաքուր չերևան եւ իրենք առաջ ընկնեն։ Իսկ Փաշինյանը սիրով լսում է բոլորի բերած փաստերն ու մտքում պահում։
Ժողովուրդը գրում է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներքին հարցում է անցկացրել, պարզելու թե որքան ձայն կարող է հավաքել ուժերը, եթե այժմ անցկացվեն արտահերթ ընտրություններ, աղբյուրների փոխանցմամբ արդյունքները անհանգստացրել են կուսակցության ղեկավար կազմին, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցանիշն առավել բարձր է եղել, քան սպասվում էր։ Հենց սրանով է պայմանավորված, որ իշխանության ներսում կտրուկ աճել է ընդդիմադիրների դեմ ագրեսիվ հռետորաբանությունը։ Հարձակումները, ինչպես մնդում են Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները, համակարգվում են տարբեր մակարդակներում պատգամավորներից մինչև պետական պաշտոնյաներ։ Հրապարակը գրում է, այսօր լրանում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, ուստի Սամվել Շահրամանյանի լիազորություններն այսօրվանից համարվում են դադարեցված։ Արցախի գործող օրենսդրությամբ եւ ամիսներ առաջ խորհրդարանի կողմից սահմանադրությունում կատարված փոփոխության համաձայն ընտրությունների անհնարինության պարագայում երկրի նախագահ է ընտրում ազգային ժողովը լիազորությունների ավարտից հետո 10-օրյա ժամկետում Արցախի խորհրդարանական խմբակցությունները պետք է ներկայացնեն թեկնածուներ, ով որ ստանա 17 падգամավորի կողմ քվե, նա էլ կդառնա Արցախի հաջորդ նախագահը։ Մեզ ասացին, որ մինչ այս պահը որևէ ուժ չի հայտնել թեկնածու առաջադրելու մտադրության մասին, հետևաբար Սամվել Շահրամանյանը հնարավոր է դառնա խորհրդարանի միասնական թեկնածուն։ Ժողովուրդը գրում է, հակակոռուպցիոն կոմիտեն գրոհ է սկսել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն կոմիտեի աշխատակիցները առաջիկայում մտնելու են բոլոր տեսչական մարմիններ, թաղապետարաններ, համայնքապետարաններ։ Իսկ ահա պատճառը կաշառքի կոռուպցիոն գործընթացների մասին օպերատիվ տվյալներն են։ Ասել է, թե առաջիկայում ձերբակալություններ են սպասվում ու հուսանք, որ կոմիտեի ձեռքերը կասնեն խոշոր ձկներին, քանի որ դժվար թե վերանշյալ կառույցների ղեկավարները տեղյակ չլինեն, թե ինչ գործընթացների մեջ են ներգրաված իրենց ենթակաները։ Նշենք, որ 3 քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ էին ձերբակալվել կաշառքի քրեական վարույթի շրջանակում։ Ավելի ուշ իրավապահները մտան քաղաքաշինության տեսչական մարմին եւ ձերբակալություններ սկսեցին, որը եւս կապված էր կաշառքի քրեական վարույթին։ Սա էլ դեռ քիչ չէր, հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՆԳՆ 2 աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների վերաբերյալ կաշառք ստանալու մեղադրանքով։ Նովոսիբիրսկում տաքսին պայթել է բնակելի շենքի մուտքի մոտ անցնելիս, ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, վարորդը այրվածքներ է ստացել, նա ամբուլատոր բուժում է ստանում։ Կրասնոդարում ճանապարհային ոստիկանները հետապնդել են 9-ամյա երեխայի, նա փախցրել է ծնողների մեքենան եւ ուղևորվել գյուղ, ծնողներին վարչական պատիժ է սպառնում ոչ պատշաճ վերահսկողության համար։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։